Ձեզ շնորհակալություն, ես պատկերացնում եմ, որ շատերդ արձագանքելու ցանկություն հիմա կունենաք, բայց ես կխնդրեմ դրանք պահենք երկրորդ շրջանի համար, երբ լրացիչ հարցերին նաև արձագանքելու հնարավորություն ունենաք։ Մինչդեռ հարցեր կվերցնենք լսարանից եւ դուք մտածում եք վստահ ձեր հարցերի շուրջ, ես առաջնահերթություն կտամ մեր Facebook-յան էջով ուղարկված հարցերի։ Հարցեր ունենք հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության կողմից, փորձել եմ խմբավորել առավել վերաբերելիները ընտրել մեր պանելի համար։ Հարց կա շատ կոնկրետ, հավանաբար ձեզ պարոն Մկրտչյան, ինչպես են դատաիրավական բարեփոխումները երաշխավորում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, հատկապես կիբերհանցագործությունների եւ ֆինանսական խարդախությունների գործերով, որտեղ մարդիկ հաճախ բախվում են անարդյունավետ քննությանը։ Մասամբ ձերը, մասամբ Տիկին Աբրահամյանինը։ Աշխատում եմ, շնորհակալություն, բայց նշեմ, որ ոստիկանությունը, չգիտեմ ինչ կանով է դա արդյունավետ կամ արդյունավետ չի, բայց քննություններ չի իրականացնում ներկայումս։ Այդուհանդերձ մենք ներգրաված ենք գործընթացին, ունենք համացանցում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի առանձին ստորաբաժանում, որը գլխավորապես զբաղվում է այդպիսի հանցագործությունների կանխարգելմամբ, բնականաբար այդ տարբեր միջոցառումներ ենք իրականացնում եւ առաջիկայում ուզում ենք ձևավորել կիբերլաբորատորիա, ինչը իրանից ենթադրում կիբերլաբորատորիան, սա կատվական ծրագրային եւ տեխնոլոգիական հարթակ պետք է լինի, որտեղ հնարավոր լինի համացանցում կատարվող հանցագործությունները բարձր տեխնոլոգիաների միջոցով շատ արագ բարձել, բացահայտել, բայց այս պարագայում քննություն իրականացնելը վերապահված է քննչական կոմիտեին, թերևս այսքան այս մասով։ Իհարկե նաև կնշեի, որ այս իմաստով շատ կարևոր է միջազգային ոստիկանական եւ միջազգային իրավապահ համագործակցությունը, քանի որ մենք բոլորս պատկերացնում ենք, որ համացանցը ինքը չի առանձնացնում պետություններ սահմաններով եւ շատ հանցագործություններ նախապատրաստվում են մեկ երկրում, պլանավորվում են մեկ այլ երկրում եւ իրականացվում են լրիվ այլ երկրում եւ այս իմաստով կարծես թե միջազգային կառույցները ոստիկանական եւ մեր օտարերկրյա գործընկերները եւս գիտակցում են այս իմաստով եւ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի այս իմաստով համագործակցությունը լինի բարձր եւ արդյունավետ, իսկ դրա համար նաեւ կարծես թե պետք է մարդկային ռեսուրսի կարողությունների պատշաճ մակարդակ ոստիկանությունում, ինչին միտված մենք եւս քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի մեր ծառայողները ունենան համապատասխան մասնագիտական մակարդակ եւ բնականաբար աշխատանքային միջավայր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ես դատարանների վերաբերյալ ստացված մի քանի հարցերը կմիավորեմ Տիկին Աբրահամյան ձեզ ուղղելու համար։ Ինչ պատասխանատվության մեխանիզմներ կան դատավորների դեպքում, եթե նրանք անտեսում են քաղաքացիների բողոքները կամ թույլ են տալիս խախտումներ, ինչպես նաև ինչ մեխանիզմներ կան գործնականում, որպեսզի ապահովի դատավորների